Ազատ լուրերը շարունակում է աշխատանքը, ես Արա Աբրահամյանն եմ, բարև ձեզ։ Տարածվել է կեղծ տեղեկատվություն, թե իբր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Սյունիքի մարզի տարածքի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու եւ Թուրքիայի համար հատուկ սահմանային գոտի ստեղծելու մասին։ Դրան անդրադարձել է Հայաստանի վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, նշելով, որ այդ հրապարակումը ապատեղեկատվություն է, չունի որևէ փաստական կամ իրավական հիմք եւ հանդիսանում է Հայաստանի Հանրապետության դեմ վարվող հիբրիդային պատերազմի բաղադրիչ։ Հորդորում եմ քաղաքացիներին, լրատվամիջոցներին եւ վերլուծական հարթակներին զերծ մնալ նման ապատեղեկատվական նյութերի տարածումից, ստուգել տեղեկատվության հավաստիությունը եւ առաջնորդվել բացառապես պաշտոնական հաղորդագրություններով Facebook-ի իր էջում, գրել է Բաղդասարյանը։ Վաշինգտոնյան հռչակագրում Հայաստանը եւ Ադրբեջանը համաձայնության են եկել այն հիմնական սկզբունքների շուրջ, ըստ որոնց պետք է ընթանա ապաշրջափակումը եւ դա խիստ կարեւոր է։ Այս մասին Deutsche Welle-ին տված հարցազրույցում ասել է Արարատ Միրզոյանը։ Նա ընդգծել է, որ հայկական հողում գտնվող ենթակառուցվածքները պետք է գործեն Հայաստանի իրավասության ներքո, իսկ ադրբեջանական ենթակառուցվածքները Ադրբեջանի իրավասության ներքո։ Հարցազրույցի մանրամասները ներկայացվող տեսանյութում։ Հայաստանը կարող է Եվրամիության անդամակցելու հայտ ներկայացնել մեկ ամսից, գուցե արդեն հաջորդ տարի։ Այս մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Deutsche Welle-ի հետ զրույցում։ Ըստ նախարարի, Հայաստանում ընդունվել է օրենք, որը պարտավորեցնում է երկրի կառավարությանը ձգտել անդամակցել Եվրամիությանը։ Թե երբ մենք հայտ կներկայացնենք, հստակ չեմ կարող ասել, գուցե հաջորդ ամիս դա լինի, իսկ միգուցե հաջորդ տարի։ Դա պայմանավորված է բազմաթիվ գործոններով։ Միաժամանակ, ինչպես ես նշեցի, դա մեր պաշտոնական քաղաքականությունն է։ Նախարարը հիշեցրել է, որ Հայաստանն աշխատում է Եվրոպական միության հետ եւ արդեն զգալիորեն խորացրել է երկկողմ հարաբերությունները։ Կա համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիր, կողմերը սկսել են մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման գործընթացը, որն ըստ նախարարի բավականին լուրջ հաջող ընթացք ունի։ Բացի այդ, ըստ նրա, պաշտոնական Երևանն ու Բրյուսելը բանակցություններ են վարում մի քանի նոր փաստաթղթերի վերաբերյալ եւ ավարտել են աշխատանքները գործընկերության նոր ծրագրի շուրջ։ Չի բացառվում, որ այն ստորագրվի առաջիկա 3 ամիսների ընթացքում։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանի քաղաքացիները մեզանից պահանջում են առաջ գնալ։ Մենք նրանցից նաեւ որոշակի քննադատություն ենք լսում հնարավոր ձգձգումների եւ երկար ընթացակարգերի վերաբերյալ։ Հաջորդիվ խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, բանակցային գործընթացի եւ հաղորդակցողիների ապաշրջափակման մասին Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն ասել է, որ Բաքուն կողմ էր երկաթուղու երկայնքով ռուսական զորքերի տեղակայմանը, բայց Երևանը դեմ էր դրան։ Այն տպավորությունն ունենք, որ մի քանի ամսվա եւ տարվա բանակցությունների ընթացքում ադրբեջանական կողմը փորձում էր Սյունիքի տարածքի համար ստեղծել ինչ-որ արտատարածքային միջանցք։ Օրինակ, նրանք պահանջում էին, որ այս երկաթուղու երկայնքով տեղակայվեն երրորդ երկրի զինված ուժեր։ Հիշում եմ, թե ինչպես էին նրանք ասում, որ երկաթուղու երկայնքով պետք է տեղակայվեն ռուսական զորքեր։ Սա իհարկե մեզ համար անընդունելի էր։ Միջանցք չկա, կա միջազգային խաղաղության եւ բարգավաճման Թրամփի երթուղի։ Արարատ Միրզոյանը հավելել է, ենթակառուցվածքների վրա տեղակայված ինքնիշխանության եւ մեր ազգային իրավազորության բոլոր հատկանիշները այդ ճանապարհի հատվածում ճանաչվում են Ադրբեջանի եւ Միացյալ Նահանգների կողմից։ Այնպես որ մենք մեր հողի վրա ոչ մի լրացուցիչ արտատարածքային միջանցք չունենք։ Կարևոր է նաեւ իմանալ, որ խոսում ենք ոչ միայն այս անցուղու, այլև Ադրբեջանի մայրցամաքային մասը Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ կապելու մասին։ Համաձայնագիրը նախատեսում է երկու երկրների միջև բոլոր տրանսպորտային կապերի եւ ենթակառուցվածքների ապաշրջափակում։ Այսպիսով մենք օրինակ մուտք ենք ստանում ադրբեջանական երկաթուղուն ամբողջ համակարգին, ամբողջ շղթային։ Ադրբեջանը մուտք է ստանում մեր երկաթուղուն։ Ամեն ինչ այնպես է, ինչպես սովորական հարևանների դեպքում։ Մենք կկարողանանք երթևեկել միմյանց տարածքներով։ Ահա թե ինչ է լինելու։ Սա այն է, ինչի շուրջ մենք համաձայնության ենք եկել։ Կառավարումը պետք է իրականացվի հայ-ամերիկյան կոնսորցիումի կողմից։ Այն իհարկե կարող է ենթակապալառուներ վարձել ծառայություններ մատուցելու համար, եւ այդ ընկերությունները պետք է ընտրվեն փոխադարձ համաձայնությամբ։ Ըստ Հայաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարի, պոտենցիալ ընտրվելիք ընկերությունը պետք է հաստատվի Հայաստանի եւ Միացյալ Նահանգների կողմից։ Խոսելով Ռուսաստանի հետ առկա հարաբերություններից, Հայաստանի արտաքին գործերի նախարարն ասաց. ռուսական լրատվամիջոցները, խորհրդարանի անդամները, փորձագետները ժամանակ առ ժամանակ սուր քննադատության են ենթարկում Հայաստանի կառավարությանը, Հայաստանի սուվերեն որոշումները, նկատի ունեմ Հայաստանի առաջնորդներին, եւ դա իհարկե խորացնում է Հայաստանի եւ Ռուսաստանի տարաձայնությունները։ Միրզոյանն ընդգծեց, որ իրենք ռուս գործընկերների ուշադրությունն են հրավիրել քարոզչական այդ հարձակումների վրա։ Չեմ կարծում, որ նրանց պատասխանը մեզ բավարարել է, ինչպես արդեն ասացի, դրանք մեր սուվերեն որոշումներն են, ժողովրդավարությունը մեր ընտրությունն է, մենք խորացնում ենք հարաբերությունները ԵՄ-ի եւ Միացյալ Նահանգների, այսինքն մեր ռազմավարական գործընկերների հետ։ Գործակցությունը այլ երկրների հետ մեր սուվերեն ընտրությունն ու որոշումն է, այնպես որ նորմալ գործընկերները կամ ընդունում ու հարգում են միմյանց որոշումները, կամ այդ գործընկերությունը թարմացման կարիք ունի։
Դիտարկմանը, թե Ռուսաստանի Դաշնությունն ունի բազմաթիվ լծակներ Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար, հետևաբար Հայաստանը չի վախենում Ռուսաստանից, Միրզոյանը պատասխանեց. Մենք իհարկե կապված ենք միմյանց հետ, մեր տնտեսությունները փոխկապակցված են, էներգետիկ համակարգը մեծապես կապված է Ռուսաստանի Դաշնության հետ, այն մեր հիմնական տնտեսական եւ առևտրային գործընկերներից մեկն է, բայց մենք հիմա դիվերսիֆիկացնում ենք ամեն ինչ, այդ թվում առևտուրն ու տնտեսությունը, շուկաները։ Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք պնդում են, որ անհրաժեշտություն է դառնալ պրոռուսական կառավարություն, բայց դա հարց է, որը պետք է որոշեն Հայաստանի քաղաքացիները։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Ամստերդամում ընթացող Եվրոպայի սոցիալիստների կուսակցության կոնգրեսն ընդունել է հայանպաստ բանաձև, որով Ադրբեջանին կոչ է արվում ազատ արձակել բոլոր հայ գերիներին, թույլատրել Արցախայության վերադարձը միջազգային մոնիտորինգի պայմաններում, ապահովել հայկական մշակութային ժառանգության պաշտպանությունը։ Ընդունված բանաձևով նաև կարևորվում է Հայաստանի ժողովրդավարական զարգացումների շարունակական մոնիտորինգը, ներառյալ օրենքի գերակայությունը, դատական անկախությունը եւ քաղաքական ազատությունների պաշտպանությունը։ Իսկ Բաքվի դատարանում շարունակվել է Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների եւ հայ մյուս գերիների դեմ հարուցված կեղծ գործերով շինծու դատական նիստը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների լսումների ժամանակ Լևոն Նացականյանը, Դավիթ Իշխանյանը եւ Դավիթ Բաբայանը իրենց անհամաձայնությունն են հայտնել նախորդ հարցազրույցների կամ առցանց ռեսուրսներից եւ սոցիալական ցանցերից վերցված հայտարարությունների հիման վրա կազմված փաստաթղթերում պարունակվող բազմաթիվ դրույթների վերաբերյալ։ Հաջորդ կեղծ դատական նիստը կանցկացվի հոկտեմբերի 20-ին։ Նախորդ շաբաթվա ընթացքում տեղի են ունեցել ձերբակալություններ, նախ Բերմանն էին ենթարկվել Արագածոտնի թեմի առաջնորդը եւ այլ հոգեվորականներ ու աշխարհիկ աշխատողներ, իսկ 3 հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող քրեական բարույթի շրջանակներում ձերբակալվել են Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորը եւ պրոռեկտորը, նաեւ ձերբակալվել է Իջևանի նախկին քաղաքապետը։ Շաբաթվա քրեական քրոնիկոնը։ Մասիսի ելցանցում արձանագրվել է 830,000 կիլովատժամ էլեկտրաէներգիայի թերգրանցման փաստ, հաղորդում կներկայացվի դատախազություն, գրություն, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։ Թերգրանցումներ առնչվում են 435 սպառող սուբյեկտների, ում հետի կողմից դարձյալ պետք է մարվի այս անգամ արդեն ձևավորված 830,055 կիլովատժամ կուտակումը, ինչը կրկին անխուսափելիորեն ընկերությանը պատճառելու է առանձնապես խոշոր չափերի վնասներ։ Հոգևորականների խոսակցության առնչությամբ քրեական բարույթ է նախաձեռնվել, ավելի վաղ համացանցում է հայտնվել Նաթան arքեպիսկոպոս Հովանեսյանի եւ կաթողիկոսի նախկին գավազանակիր աղա Նաբեղա Երնջակյանի խոսակցության ձայնագրությունը, որը տեղի ունեցել 2023 թվականի հոկտեմբերին։ Երկու հոգևորականների զրույցի ձայնագրության առնչությամբ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել քննչական կոմիտե։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական բարույթ, իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռել է։ Նշենք, խոսակցության ընթացքում աղա Նաբեղան arքեպիսկոպոսին ասում է, որ կաթողիկոսն իրենից պահանջել է ընտանիքի հետ միասին մասնակցել հակաիշխանական ցույցերին։ Խոսակցության առիթը, ինչպես հասկացվում է ձայնագրությունից, աղա Նաբեղայի դիմումն է իրեն կարգալույց հռչակելու մասին։ Աղա Նաբեղա Երնջակյանը համարում է, որ կաթողիկոսն իրեն ծառայության է ուղարկում Վանաձոր իր ըմբոստության պատճառով։ ՀՀԿ փոխնախագահի եւ նրան փոխկապակցված անձանց գույքի վրա կալանք է դրված։ Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում են Վահրամ Բաղդասարյանի ենթադրյալ ապօրինի գույքի գործով նիստերը, որով դատախազությունը կրկին պատգամավորից տասնյակից ավելի գույք ու մի քանի 100 միլիոն դրամ է պահանջում։ Գործարար Սամվել Մարիապետյանին վերագրվող ենթադրյալ ապօրինի գույքերի բռնականցման պահանջով հայցադիմումում դատախազությունը փոփոխություններ կանի։ 58 անշարժ գույքին կգումարվի եւս 4-ը։ Փոփոխությունը պայմանավորված է նոր տվյալների ստացմամբ, ըստ որոնց Մարիապետյանը պաշտոնատար անձ է հանդիսանում 1996 թվականից։ 2020 թվականից հետախուզվող գործարարի գույքի վրա կալանք է դրված։ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող քրեական բարույթի շրջանակներում ձերբակալվել են Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորը եւ պրոռեկտորը։ Այդ մասին հայտնում են հակակոռուպցիոն կոմիտեից։ Վերջիններս մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու եւ ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում եւ խարդախություն կատարելու եւ կաշառք ստանալու մեջ։ Քրեական բարույթի շրջանակներում ձերբակալվել են նաեւ համալսարանի մի շարք այլ աշխատակիցներ։
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է նաև Իջևանի նախկին քաղաքապետը։ Վերջինս մեղադրվում է փողերի լվացման եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Նույն քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է նաև նախկին քաղաքապետի որդին։ Հիշեցնենք, Ներսիսյանն անցնում է նաև մեկ այլ գործով, որն առնչվում է Իջևանի կենտրոնական փողոցի 905 քառակուսի մետր մակերեսով հողամասի օտարմանը։ Ըստ մեղադրանքի Ներսիսյանը ձևական աճուրդով հողամասը 2006-ին ավելի քան 1.990.000 դրամով վաճառել է նախկին ենթակային, ապա օրինականացրել գույքը։ Նա համայնքը ղեկավարել է 1999-ից 2011 թվականներին։ Լրատվամիջոցները նաև հայտնում են, որ գիշերը Բյուրեղաբան համայնքում վիճաբանություն եւ ծեծկռտուք է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեից էլ հայտնել են, որ խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, 4 անձ ձերբակալվել է։ Տեղեկություններ կան, որ վիճաբանության մասնակիցների թվում են եղել համայնքի ղեկավարի տեղակալը Դանիել Դանիելյանը եւ ավականու 1 անդամ Վարդան Սուքիասյանը։ Երևանի նոր վարչական շրջանի Տոր-Քանգեղի զբոսայգին եւս նոր շունչ ստացավ։ Այստեղ Երևանի քաղաքապետի մասնակցությամբ իրականացվել է հերթական ծառատունկը, ինչը ոչ միայն այս վայրը կդարձնի առողջ միջավայր, այլև Տոր-Քանգեղի այգին կդառնա հանգստի ավելի գրավիչ վայր։ Նոր-Նորքի Տոր-Քանգեղի զբոսայգում իրականացվեց ծառատունկի համաքաղաքային ակցիա Երևանի քաղաքապետի եւ համայնքի բնակիչների մասնակցությամբ։ Միջոցառման նպատակն էր կանաչապատել տարածքը, բարձրացնել քաղաքացիների բնապահպանական գիտակցությունն ու միավորել երևանցիներին բնության եւ շրջակա միջավայրի նկատմամբ հոգատարության գաղափարի շուրջ։ Երևանի քաղաքապետը մասնակցելով ծառատունկին ընդգծեց, որ նման նախաձեռնությունները ոչ միայն ծառերի տնկման, այլև քաղաքի կյանքի որակի բարելավման կարևոր քայլ են, քանի որ յուրաքանչյուր տնկած ծառը ներդրում է Երևանի առողջ ապագայի մեջ։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշում է, մենք ձևավորում ենք մաքուր օդով, կանաչ միջավայրով եւ խնամված զբոսայգիներով մի քաղաք, որտեղ մարդիկ կուզենան ապրել։ Տոր-Քանգեղի հարակից այս ամբողջ այգին եղել է անմխիթար վիճակում։ Հիմնականում եղել են տարատեսակ ինքնական շինություններ եւ մոտավորապես 1.5 տարի առաջ սկսեցինք այդ շինություններից եւ ընդհանուր մաքրման աշխատանքներ այգու։ Այսօր արդեն իսկ 4.2 հեկտար տարածքում մենք իրականացնում ենք հերթական ծառատունկը, որը թվով, եթե չեմ սխալվում, երրորդն է, եւ ունենք արդեն այն ենթակառուցվածքը, որը նախատեսված էր մեր նախագծով, ունենք արդեն քայլուղիներ, ունենք արդեն ֆուտբոլի դաշտի աշխատանքները, ակտիվ իրականացվող խաղահրապարակի աշխատանքները, այստեղ ունենալու ենք workout եւ իրականում Տոր-Քանգեղի հարակից այս մի շատ գեղեցիկ նոր միջավայր է դառնալու հենց արդեն հաջորդ տարի։ Ծառատունկին միացել էին նաև Նոր-Նորք վարչական շրջանի աշխատակիցները, կամավորները, դպրոցականներն ու բնակիչները։ Նրանց ջանքերով զբոսայգում տնկվեցին տարբեր տեսակի թփեր ու եղևնիներ։ Բոլոր այն տեղերում, որտեղ որ մենք իրականացնում ենք ծառատունկ, միշտ կա ոռոգման համակարգ, ինչպես եւ այստեղ ունենք ոռոգման համակարգ։ Այսօր մենք տնկեցինք մոտ 650 ծառեր եւ թփեր։ Հիմնականում դրանք բավականին չորադիմացկուն ծառեր են, ունենք նաեւ եղևնիներ, որոնք նույնպես ոռոգման համակարգով համալրված են, այսինքն բոլոր այն ծառերը, որոնք որ տնկվել են այսօր, վստահաբար մեր կլիմայական պայմանների համար հարմարեցված են եւ ամենակարևորը այս բոլոր ծառերը, գրեթե բոլոր այս որ տնկվածը մշտադալար են եւ մեզ օգնում են նաեւ ձմռան ամիսներին, երբ որ գիտենք, որ ունենք օդի որակի հետ կապված խնդիրներ։ Զբոսայգու բարեկարգման ծրագրով նախատեսվում է նաեւ նոր արահետների, նստարանների եւ լուսավորության համակարգի տեղադրում, ինչը Տոր-Քանգեղի այգին կդարձնի ավելի գրավիչ հանգստի վայր։ Տվյալ այգու կառուցումը մեր այգիների վերակենդանացման ծրագրի մի մաս է եւ մենք արդեն իսկ իրականացրել ենք տարատեսակ ծրագրեր Մերգելյանի այգում, Մողակաձև այգում, Մալացեսեբաստիա վարչական, բոլոր, գրեթե բոլոր վարչական շրջաններում, Նոր-Նորք վարչական շրջանում սա երրորդ այգին է, որտեղ որ մենք իրականացնում ենք աշխատանքներ եւ իրականում արդեն իսկ կարելի է ասել ինքը բավականին տենց հետաքրքիր միջավայր է դառել։ 2026 թվականին մասնակի կբացվի արդեն այգին,
27 թվականի սկիզբ մինչև ամբողջությամբ բոլոր աշխատանքները պետք է ավարտված լինեն, որովհետև այգին շարունակվում է դեպի այն կողմ նույնպես եւ ընդհանուր առմամբ մոտավորապես 42,000 քառակուսի մետր տարածք է զբաղեցնում։ Բնակիչների խոսքով վերջին տարիներին նոր-նորքում նկատվում է դրական փոփոխություն։ Վերակենդանացվում են այգիները, ձևավորվում նոր կանաչ գոտիներ։ Քաղաքապետն էլ հորդորեց պահպանել նոր տնկված ծառերն ու շարունակել քաղաքի կանաչացման գործընթացը։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Միացյալ Նահանգների եւ Ուկրաինայի նախագահների միջև Վաշինգտոնում պատերազմը դադարեցնելու նպատակով բանակցություններից անմիջապես հետո Ռուսաստանը վերսկսել է հարձակումները Ուկրաինայի էներգետիկ կառույցների վրա։ Ռուսական ուժերը ավելի քան 10 հարված են հասցրել Խարկովի մարզի Չուգուևին։ Չուգուևում էլ 17,000 բաժանորդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ Զապորոժիեի իշխանությունները նույնպես հաղորդել են ռուսական հարձակումների հետևանքներով հրդեհների մասին։ Միջազգային նորությունները տեսաշարով։ Կրեմլի ազդեցության գործակալների սպառնալիքը Հայաստան-Արևմուտք ռազմավարական մերձեցման անշրջելի ուղին, թուլացող դաշինք, ուժեղացող սուբյեկտայնություն, Հայաստանի նոր աշխարհաքաղաքական հորիզոնը, ռուսական ստվերից դուրս Հայաստանի անկախ քաղաքականության ձևավորումը, Շարմ էլ-Շեյխի գագաթնաժողով Հայաստանի դիվանագիտության նոր մակարդակը, առաջին հանրապետության դասերը արդի պետականության հայելինում, արևմտյան ուղղություն, պատմական շարունակություն, ոչ պատահականություն։ Այս եւ մի շարք այլ թեմաների շուրջ լուրերից դուրս զրուցել են Գագիկ Մկրտչյանը եւ Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը։ Free News հեռուստաընկերության ազատ լուրեր լրատվական ծրագրի անընդհատ թարմացվող լուրերին կարող եք հետևել ամեն օր 11:30-ին, 13:30-ին, 15:30-ին, 17:30-ին։ Իսկ օրվա կարևոր իրադարձությունները կամփոփենք հիմնական թողարկմանը 19:30-ին։ Հետևեք մեզ եւ եղեք տեղեկացված։ Այսքան այժմի համար մենք կրկին եթերում կլինենք մեր հիմնական թողարկմանը 19:30-ին մինչև այդ ժամը։